Համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ նախարարներին 6-ից 7 միլիոն դրամ պարգևավճար տալ կամրապնդի։ Այո, համաձայն ենք։ Իհարկե դա ճիշտ որոշում է եւ ճիշտ էլ բաշխել են։ Դրանք ոչ կաշառք են վերցնում, ոչ թալանում են, դա համապատասխան օրենքով սահմանված կարգով իրանց վարձավճարն է եւ պետք է ստանան։ Այո, դա դեռ շատ քիչ է։ Տանջում են, գիշեր-ցերեկ մարդիկ աշխատում են։ Իսկ հավելավճար ստանալը պետության ամրապնդման հետ կապ ունի։ Անպայման։ Դա էլ աշխատանք է, որ կատարում են եւ գոհանում են իրենց աշխատանքից, գիշեր ու ցերեկ աշխատում են։ Դա այդ աշխատանքն էլ նպաստում է, չէ՞, երկրի ամրապնդման, то հարկային, то չգիտես ինչ, բոլոր տեսակ, ասենք, այդ երևույթները, process-ները տեղ են ունենում ինքնավերևար ավելի լավ, քան նախկինում ինչ էին անում, գրպաններից տալիս էին, էս էին անում, գլխից տալիս էին, տակից ամեն ձև կաշառք էր գնում։ Հիմա մարդիկ իրանց պարգևավճարը թող ստանան, շատ քիչ է։ Դա կրկնակի երակի պիտի ստանան։ Ես պետական ծառայող չեմ, չնայած աշխատել եմ պետական բաներում, բայց շատ ճիշտ եմ համարում, շատ գեղեցիկ եւ շատ արդար վճար է, հավելավճարները եւ պարգևավճարները։ Հավատում եք Նիկոլ Փաշինյանին։ Այո, գնա, դավայ։ Որ նախարարներին Ճիշտ ասած բերեք այդ հարցին չպատասխանում էլի։ Այդ համաձայնն եմ լրիվ։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Ոչ, ես համաձայն եմ, շատ սխալ բան է։ Այդ գումար կարող է ուրիշ լավ բան համար։ Օրինակ սովետաշունի զիբրանոցը նորոգեր ավելի լավ կներ, քան լավ գործը ժողովուրդը գովեր էլի։ Նա ընտրությունը մոտենում էր, այդ սարքեր ժողովուրդը ավելի կուրախաներ։ Конечно, համաձայն եմ։ Ամեն ինչ համաձայն եմ Փաշինյանի հետ։ Չեմ կարող ասել։ Նիկոլն այլ ինչ ասում է դու հավատա։ Ոչ։ Որովհետև նախարարը չերթին աշխատավարձ ստանում են իրենց աշխատանքի համար, ոչ թե կոռուպցիայի կանխարգելման։ Դա ճիշտ ատրիբուտներից մեկն է պայմաններից, ավելի ճիշտ, որ կոռուպցիայի հետ կապված որոշակի վախեր չլինեն։ Բայց կարծեմ աշխատավարձն ու պարգևը տալիս են այն դեպքում, երբ որ կատարում է իր պարտականությունները, իսկ պարգևավճարը որ ավելի լավ է կատարում։ Բայց այս պարագայում կարծում այդպիսի նման ինչ-որ առաջընթաց չկա, որ այդքան պարգևավճար ստանան։ Երկրորդն կարծում եմ բարոյական տեսանկյունից է սխալ։ Միգուցե իրավական առումով ավելի ճիշտ է, այլ ճիշտ հնարավորություն կա տալու, բայց բարոյական տեսանկյունից կարծում եմ սխալ է։ Ինչպես։ Ոչ մի դեպքում։ Ինչի պիտի ես 100,000 ստանամ, իսկ նա միլիոններ։ Համաձայն չեմ։ չեմ ուզում խառնվեմ այդ հարցերին կներեք։ Ոչ, համաձայն չեմ։ Մարդիկ վատ են ապրում, իսկ ինքը չի նկատում ոչ մի բան։ Շատ վատ են ապրում, իմ մասին չի խոսքը։ Ես ապահոված եմ, բայց ես չի կարելի աչքա թողանել ու պարգևավճար բաժանել, չէ, շատ համաձայն չեմ իր հետ, համամիտ չեմ ոչ մի կարծիքի ընդհանրապես։ Տալը կամրապնդի պետությանը։ Ով կարող է համաձայնել լինել։ Կամ մարդ որ համաձայն է։ Աջակիցներն կան։ Դե ուրեմն ապուշ են, ինչ ասեմ։ Պետության ինչ ամրապնդի։ Լավ է, որ կաշառքները վեկալում են 200 միլիոնով 300 միլիոն դոլարով վեկալում են, թե ինչ-որ $10,000 փող է տալիս այդ մարդկանց։ Ճիշտ է վարվում։ Դուք ասեք, դուք ինքներդ ասեք։ Ճիշտ չի վարվում։ Ես ձեր կարծիքն եմ ուզում։ Իմ կարծիքը դրական է։ Չէ, ազիզ ջան, չէ, համաձայն չեմ։ Ճիշտ է, բոլորները իրավունք ունեն հավելավճար ստանալու, նույն կոմունալում աշխատողները հավելավճար են ստանում, եռամսյակ։ Սովետական միության ժամանակ էլ են 13 աշխատավարձեր կոչվում։ Հիմա քանի միլիոնային շատ է, քիչ է, դա ուրիշ հարց է։ Իսկ նախարարների հավելավճար ստանալը պետության ամրապնդման հետ կապ ունի։ Այո, որտեվ նախարարների ինչքան աչքը դուրս չլինի, այնքան լավ կաշխատեն։ Այն ծրարով նամակ ստանալը, հովանավորչությունը եւ այլ երևույթներ, որը սովետական միության ժամանակից մինչև հիմա եղել է այդ բանը։ Չէ, լավը գիտեք ո՞րն է, որ ամեն ինչը բաց դաշտում է։ Այսինքն եթե գաղտնի անեն ավելի վատ կլինի, չէ՞, բայց որ բաց դաշտում է, գիտենք այդ մասին, այսօր ինչու չեք ասում կոմունալի աշխատողներ, եռամսյակ մեկը հավելավճար են ստանում կամ ուրիշ ոլորտներում։ Չէ, եթե բյուջեն իրանք բարձրացնում են, հավելավճար ստանան,
Իսկ որ եթե բյուջե չհավաքագրեն կամ ցածր լինի, այն ժամանակ անիմաստ է։ Ես վստահ եմ, որ դա ճիշտ է այդ բաները։ Հիմա անպայման չէ, որ ծրարներով, թաքուն, դիպլոմատի մեջ բերեն տնեն։ Բաց է ամեն ինչը։ Գործ չունեմ դրանց հետ ոչ։ Ինձ թվում է մի քիչ շատ է դա։ Իհարկե, համաձայն չեմ։ Իսկ նախանային պարգևավճար տալը պետության ամրապնդման հետ կապ ունի։ Ինձ թվում է ոչ։ Ну, ես համաձայն չեմ։ Ինձ թվում է դա պետության հետ կապ չունի։ Պարգևավճար միգուցե եւ այո, իհարկե աշխատանքը, որ արվում է, պետք է ինչ-որ ձևով արձանագրվի, բայց ինձ թվում է այդ գումարը շատ է եւ պետության ամրապնդման հետ շատ մեծ կապ չունի։